Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVKM-ը տեսակապի միջոցով կզրուցի Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Տեր Արմեն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Կընտրեմ, միշտ պատրաստ եմ։ Հավանաբար արդեն տեղյակ եք, որ 3 հոկտեմբերի 15-ին իրավապահները խոզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմում, սկզբում կային 12 ձերբակալվածներ, այնուհետև երեկոյան հաղորդեցին, որ 3 հոգևորական է կալանավորվել, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով, դիվանապետը 1 ամսով եւ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը։ Ես կխնդրեմ ձեր կարծիքը այս ամենի մասին։ Հիմա ես չգիտեմ ինչու այսքան մեծ աղմուկ բարձրացած է այս ուղղությամբ, որ ցերպակալված է։ Այսինքն մենք միշտ պիտի հասկանանք, որ առաջնորդը կամ հոգևորականը դվյալ երկրի մեջ, այս բարակային Հայաստանի մեջ ինքը քաղաքացի է։ Եվ կառավարությունը կամ պետությունը որևէ մեկ օրինախախտման բարակային ինքը իրավունք ունի հարցակնելու որևէ մեկը։ Եվ ես դակավին մի քիչ առաջ կլսեի բարոն Փաշինյանի վարչապետի հարցազրույցը, ջեբազրույցը, եւ ինքը անդրադարձավ, որ սրանից մի քանի տարիներ առաջ ես ճանաչում եմ այդ եպիսկոպոսին, այդ եպիսկոպոսը ցերպակալվեց դարիներ շարունակ եւ հետո որպես ամեղ ճանաչվեց եւ դուրս եկավ։ Այսինքն նախկին իշխանությունների ժամանակ է, որտեղ է խնդիրը։ Եթե որևէ մեկը լինի դա աշխարհական, թե հոգևորական, եթե օրինախախտություն է անում, ուրեմն ինքը պետք է օրենքի առջև հաշիվ տա։ Եվ սա ոչ միայն Հայաստանում, սա ամբողջ աշխարհում այսպես ընդունված է, նույնիսկ Եվրոպայում ընդունված է։ Այսինքն ինչ է, եթե հոգևորական ինչ-որ պաշտոն ունի կամ թիրք ունի, ինքը Սուրբ Հոգուց պաշտպանված է, եթե այսպես է եւ ինքը Սուրբ Հոգուց պաշտպանված է, ուրեմն ինքը թույլ պիտի չտա որևէ մեկ սխալ կամ տերություն, որպես ինքը այս պատասխանատվության չկանչվի։ Այսինքն ես այսօր հարց եմ տալիս, այլ մենք խոսում ենք, որ այս դեպքերը այսպես են իրականանում եւ ինչ որ պետությունը տվական process է սկսել հոգևորականների նկատմամբ, լավ մենք հարց եկեք մեկ այլ ցևով տան։ Ինչու համար եկեղեցին թույլ տվեց, որ process-ը սկսվի իր հոգևորականների եւ իր եպիսկոպոսների նկատմամբ։ Այսինքն առանց որևէ մեկ պատճառի, որևէ մեկ իշխանություն չի ցերպակալի որևէ մեկ քաղաքացի, լինի դա աշխարհական կամ եպիսկոպոս։ Այնպես որ թերությունը սկսել է կամ խնդիրը սկսել է եկեղեցուց, երբ որ եկեղեցին թերացավ իր առաքելության մեջ եւ մխրճվեց քաղաքականության մեջ, բնականաբար որ թույլ պիտի դա այլ սխալների եւ այլ թերությունների, բայց եթե մնար իր առաքելության մեջ միայն ավետարանի կառուցչությամբ, դա բացառված է, որ որևէ մեկ իշխանություն կարողանար եպիսկոպոսը կամ հոգևորականը ցերպակալել։ Նայեք, իրավապահները հայտնաբերել են խոշոր չափերով գումար, ոսկյա զարդեր, վառելիքի կտրոններ, բայց սա մի կողմ թողնենք, հետաքրքիր է մեղադրանքը այլ, մասնավորապես, որ հարկադրանք է եղել մասնակցելու ընդդիմադիր գործիչների հանրահավաքներին, այսինքն խոչընդոտ է եղել, հա, ընտրական իրավունքի խոչընդոտ է եղել, իսկ խնդրեմ այս մասով հոգևորականը իրավունք ունի խառնվելու այդ նախընտրական գործընթացին։ Նայեցեք, դուք ասացիք, որ մեկ կողմ տրենք դրամական հարցը, նյութական հարցը, որ ինչ որ գտել են, ոչ դա առաջնային է, որովհետև այս փողերը, որ գալիս են եկեղեցի, սա հոգևորականների փողը չէ, սա Գդրիչ Ներսիսյանի եւ իր եղբոր որդիների եւ աղբորների փողը չէ, այս լումաները դրամատրվում են ամբողջ աշխարհից, որովհետեւ հայ ժողովրդի աղքատ զավակները պահեն, եւ մենք դեպքեր գիտենք, այդ պատերազմների ժամանակ ինչքան փողեր է հավաքվել, որովհետեւ նրանք դրվեն բանակի, ասենք վնասվածներին, բանակին եւ այդ փողերը անհետացած են։ Այսօր ես գոչ եմ անում նույնիսկ մեր իրավապահ մարմիններին ոչ թե միայն զբաղվեն այս քաղաքական հարցերով, այլ նաեւ զբաղվեն մեր նյութական հարցերով։ Մեր ժողովրդի փողը որտեղ է գնում։ Դարին մի քանի անգամ Ամերիկա է գնում, Գդրիչը միլիոններ է հավաքում աբուշ հիմար գներեք իմ արդահայտությանը այս մեծահարուստներից սկսած մինչև ամենաբարձ հավատացյալը, որ իր վերջին գոբեկը իր ջեբի դալիս է իր ազգի եւ իր ժողովրդի համար, այդ փողերը ուր են, եթե այդ փողերը մենք օգտագործեինք իսկապես մեր բանակի համար եւ մեր ժողովրդի համար, այսօր մենք աղքատ հայ ունենալու իրավունք չունեինք,
Պետք է այդ հարցին նաև անդրադառնալ։ Եվ մեր ժողովուրդը նաև պետք է դեր գտնի իր այս արժեքներին թեկուզ եւ նյութական եկեղեցու փողերը եկեղեցու փողերն են։ Այսինքն ժողովրդի փողերն են, յուրաքանչյուրիս փողերը, ուր են թող բարեհաճեն տապանցիկություն ցուցաբերել եւ մեզ հաշիվ տալ թե այդ փողերը ուր են գնացել։ Հիմա երկրորդ ասում եք, որ այդ հիմնական մեղադրանքը այն պատճառով է, որ ցուցմունք են դվել, որ ցույցերը հարկադրել են նախընտրական հանրահավաքների մասնակցել։ Հարկադրել է, դա ով չգիտի, այսինքն ով չգիտի։ Հետո դերարամի խոսքը, այսօր մեղադրում են դերարամին, որ ինքն է այդ ցուցմունքը դվել։ Հատուկ են թույլ չտայինք, որ դերարամը այդ ցուցմունքը դա։ Այսօր ով չգիտի, բոլորս էլ գիտենք, որ այսպես է, բոլորս գիտենք, որ բարդատրված են այս բաները, եւ բոլոր ցույցերին, ոչ թե միայն հոգեվորականները, հոգեվորականների ընտանիքները, հոգեվորականի երեխաները, ջեմարանի ուսանողները, ջեմարանի ուսանողի ծնողները, եղբայրները եթե ներկա չլինեն, իրենք այլևս ընդդեմ անելիք չեն ունենա ոչ ջեմարանում, ոչ եկեղեցու մեջ, եւ նրանք դիտվում են որպես հագարագործ, այսինքն հագարագործ եկեղեցու դիրքորոշմանը։ Դուք ինչ դիրքորոշում եք բռնել։ Ում եք ընդրում, ում թեմ։ Այսօր ժողովուրդը, մեր եկեղեցու ժողովուրդը մեզ համար հավասար է, մենք իրավունք չունենք գողնորոշվելու կամ գողնորոշվելու ժողովուրդը թե այս կողմը պիտի գնաք, այս կողմը պիտի ընտրեք, սա լավ է, շաբաթը, դա չի լինի։ Բոլոր մեր զավակներն են եւ մենք փառքում ենք բոլորի անձնական ընտրությունները։ Ես որպես հոգեվորական կարող եմ իմ անձնական դիրքորոշում ունենամ, դնեմ Նիկոլի կողմը կամ դնեմ Մուսի կողմը, ես դա իմ անձնական ազատություն ունեմ, բայց այդ իմ անձնական ազատությունը սահմանափակվում է իմ օֆիսի մեջ։ Ես իրավունք չունեմ նույնիսկ դա հայտարարեմ խորանից բادرակի ժամանակ, բայց այսօր մեր բادرակները թափտրել են բادرակ լինելուց, միայն խոսվում է քաղաքական դաշտի վերաբերյալ եւ միայն մարդկանց լարում են իրար դեմ։ Սա հայտարարություն է Յուլիա ջան։ Ես ժամանակին իմ առաջնորդին մի խոսք էի ասում, ասում էի, որ սրբազան մենք եկեղեցի չունենք, ասում էր միան սա եկեղեցի չունենք, այսօր մենք ունենք մի քաղաքական գլանմը, որ ուզում է ժողովուրդը եւ քաղաքականությունը դանել դեպի Ռուսաստան կամ որոշ գոմնորոշումներ, այսինքն սա ինչքան կարող է շարունակել։ Նայեք, քանի որ հիմք է հանդիսացել Տեր Արամի հայտարարությունը հանրային հեռուստաընկերության եթերում, որից հետո Դանիել Յոհաննիսյան այդ հայտարարությունը ուղարկել է դատախազություն որպես հաղորդման։ Մենք վերջին անգամ տեսանք, որ Սամվել Գարավետյանը ցեպագարվեց, այնտեղ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ քնացին այնտեղ ի պաշտպանում Սամվել Գարավետյանին, եթե անունը ճիշտ եմ ասում։ Ով չգիտի, որ այնտեղ ներկա բոլոր հոգեվորականները դերյակ չէին, թե ուր են գնում։ Բարձավես Եզրասը գդրիչի եղբայրը նրանց հրամանվեց, պատրաստվեցեք ավտոբուսները գալիս են, մեկը չգիտեր ուր են գնում, ես դա ներսից գիտեմ։ Եվ մի անգամից հայտնվեցին այնտեղ այդ ինչի արժեք ասեն, այդ տավարանի արժեք ի պաշտպանություն Սամվել Գարավետյանի, այսինքն ինչ ենք խապում իրար, կամ իրենք ում են խապում, Տեր Արամը նորություն չասեց, դա բոլորը ներքին գարկով գիտեն, բայց չեն խոսում, որովհետև եթե խոսեն պիտի հայտնվեն Տեր Արամի հիմակվա գարկավիճակի մեջ, ինչ ասեք այդ մարդու մասին, ասում են հուտայա 30 արձատով ծախեցքի, լավ ինչու թույլ տվեցիք, որ Տեր Արամը այսպիսի հայտարարություն անի, ինչու դուք թույլ տվեցիք, որ այսպիսի քայլ արնեք, որ Տեր Արամը ունենա մի բան ասել։ Հիմա շատ կոպիտ ձևով թիրախիտակ են Դանիել Յոհաննիսյանը եւ Տեր Արամը, ծաղրանկարներ են անում, հոգեվորականի հետ կապված նկարներ տեղադրում ընդդիմադիր կայքերում, այսինքն երբ որ եկեղեցականներն են մեղադրում, իրենց կարելի է ամենատարբեր հայտարարություններ, նույնիսկ քաղաքական հայտարարություններ, իսկ երբ որ Տեր Արամն է ընդհանրապես արձանագրում այդ վարք ու բարքի մասին, նրան կարելի է համեմատել Հուդայի հետ։ Ես խնդրեմ նաեւ այս մասով ասեք։ Այո, Լենջան, դա ես իմ անձնական փորձից էլ Ես իմ հարցը 20 տարի քննարկվել է ղարքաբահական հանձնախումբի մեջ։ Գիտեք ինչի համար։ Մեկ պատճառով, որ ես 2018 թվականին
եւ որ նոր Հայաստան նոր հայրավետ շարժումը սկսվեց, ես ընդդեմ Սուրբ Անայի հրաբարակում հայտարարեցի, որ այս կաթողիկոսը պետք է հրաժարվի։ Այդ թվականից հալածում եմ, որովհետև մինչև այսօր ես խոսում եմ։ Իրանք չեն կարողանում ընդունել, որ մարդկանց դրամապանությունը փոխվել է։ Այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում, ժամանակին մի 50 տարի առաջ, եւ որ առաջնորդը մի բան էր ասում, ժողովուրդը անկիդակ էր, ասում են, եթե առաջնորդը ասում, ուրեմն ճիշտ է ասում։ Բայց այսօր ոչ։ Այսօր մարդիկ այս լուսավոր աշխարհում լուսապանվել են, կարողանում են դրամապանել, թե որն է ճիշտը, որն է սխալը։ Դեր արամը ես գրավում եմ եւ միան նվիրում եմ ավետարանական համար այդ քահանաներին, որոնք հալածվում են, ավետարանը շատ հստակ ասում է, որ երանի ցեզ եւ ցեզ պամպասեն, հալածեն, հայհոյեն իմ անվան համար կամ արդարության համար։ Այսօր եթե իրանք արդարություն են բարձրացնել, երանի նրանց ինչ պիտի լինի դիճակ։ Այսինքն մենք այնպեսի տար չեն Սերժի ժամանակները չենք, Ռոբերտի ժամանակները չենք, որ երբան բռնեն քահանան ավտոդիդակտ դրեն, կամ բռնեն քահանան միտեղ ինչ որ ձեծեն, կամ անարգեն եւ այլ այդ ժամանակները անցան, բայց մեր հոգեվորականների մեջ չգիտես դակավի ինչու այդ վախը գա բարձրացնելու։ Բայց եթե նկատում ենք Տեր Արամի հայտարարությանը միացան արդեն մի քանի հոգևորականներ, կարծեք թե գնալով սառույցը հալվում է, ինչ է կարծում վարչապետը սպասում է հենց այդ օրվան այդ կուլմինացիա ասվածը դա նա է, որ սպասում է այլ հոգևորականներ եւս միանան այս շարժմանը։ Ես չեմ կարծում, վարչապետի սպասումը այդ չէ, որ հոգևորականներ միան, վարչապետը շատ լավ գիտե, որ հենց որ գլուխը ընկավ, գլուխը չարտրեց, մարմինը բոլորը կպշրի եւ գմնան միայն առողջ անդամները։ Դա վարչապետը շատ լավ գիտե, ինչ որ վերաբերում է հոգևորականներին, ես դարձյալ ասեմ, հիմա է ժամանակը։ Վաղը շատ ուշ է, վաղը եթե միանանք, այլևս ուշ է։ Ձեր արժանապատվությունը հայտնվելու ամենաճիշտ ժամանակը հիմա է, դակավին ուշ է, որովհետև եթե այդ պիրամիդը ընկա, դուք նրա հետ ընկնելու եք։ Էլ մեկը ձեզ չի հասնելու օգնության, կամ մեկը ձեզ գնահատականի խոսք չի տա։ Եթե հաշվի առնենք, որ կալանավորված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, ապա կարող ենք ասել, որ մոտենում է ամեն դեպքում այդ օրը։ Շատ լավ նշան է։ Շատ լավ նշան է, եւ ես էլ իսկապես ուրախացա, որ այսպիսի քարերի տիվեցին իրավաբանական մարմինները, անշուշտ ուրախացա ասեմ, որ անարդարությունը բացահայտվում է։ Հիմա մենք տեսանք գնացին ընդեր սեյֆ կար, սեյֆի մեջ սեյֆ կար, չգիտեմ ինչ քասաներ կան, ինչ գործիքներ դարան որ չարտել, ես չհասկացա, ես ինչ կառույց եք դուք սեյֆի ինչ պետք ունեք, կամ ինչ բահելու սեյֆ գործարք ունեք, որ այդ սեյֆերի մեջ պիտի բահեք, եթե օրինավորեք Եկեղեցու փողերը պետք է լինեն ասկային բանկերի մեջ եւ շահեն եւ օգտագործվեն եկեղեցու կարիքների եւ ասկի կարիքների, բայց որ դու թաքցրել ես քասաների մեջ, սեյֆերի մեջ, ուրեմն դու ինչ որ մի բան ես թաքցում։ Այո, Մկրտիչ Սրբազանով որը սկսեցին, դա շատ լավ նշան է եւ դա այսինքն կարծում եմ, որ իրավաբանական մարմինները իրենց ցերկը դրեցին վերքի վրա։ Այսինքն միջև մագդրիչը չէր հասկանում, որ քո ժամանակը բրձնում է, քո ժամանակը ավարտին է հասնում, շարժվի գնա քո արժանապատվությամբ, եթե թեր արժանապատվություն ունես։ Բայց հիմա որովհետև ուղղակի թվան իր քրոջը որդու, հիմա ինքը պետք է հասկանա, որ վերջ մտավ քո դունը արդեն, ժամանակն է հեռանաս, եւ ես կարծում եմ այս բոլորը համընկնում է հոկտեմբեր 27-ի հետ։ Մենք գիտենք հոկտեմբեր 27-ի ինչ է։ Ինքը հենց իր ընտրությունների օրը մենք տեսանք, որ ազգային ժողովի մեջ ինչ տեղի ունեցավ եւ այդ օրը ինքը ընտրվեց։ Հավանաբար մինչեւ իր կահագալությունը իրեն ժամանակ դրվել է, որ իր արժանապատվությամբ կրա։ Ես կոնե վստահ եմ այս կարգավարից եւ հույսով եմ, որ ինքը դա կհասնի։ Միայն պիտի խնդրեմ մեր վարչապետից, որ մեղք է, ասում են, որ մեռած մարդու խփելը ավելի մեծ, մեկը որ թիագին գնաց խփել, ավելի ծանր մեղք է, քան որ մի ողջ մարդու խփես, թողեք այս մարդը իրան ժամանակ գրեք, թող իր կահագալության դարետարցն է լշի,
եւ թող իր քարոզի մեջ հրաժարի եւ հայ եկեղեցին ազատվի այս արհավիրքից։ Իսկապես արհավիրքի ջան, որովհետեւ եթե մենք խոսենք այս արհավիրքի մասին, դուք միայն պատկերացնում եք Հայաստան, ոչ, այս մարդկանց արհավիրքը միայն Հայաստանի մեջ չէ։ Մենք այստեղ Վարնայի մեջ, Բուլղարիայի մեջ այս արհավիրքի մեջ ենք, որովհետեւ իրենց ուժը հասնում է ամեն դեր։ Պատկերացրեք մի հատ սարգսակ են բերել Մկրտիչ Սրբազանի կողմից, այսինքն ծառայում են Մկրտիչ Սրբազանի թեմեններ։ Այդ սարգսակը որովհետև եկավ դեր, Մկրտիչ Սրբազանը արգելեց բոլոր ընտանիքը եկեղեցի քնալու եւ ծառայելու։ Սա ինչ է արարիչ, չէ՞։ Այսինքն ինչ է դուք բնդեք, մաֆիա եք, ինչ։ Տեր Արմեն, կարող ենք ասել ձեր այս նոր որ ասացիք այդ խոսքը նաև կոչ է ուղված Կտրիչ Ներսիսյանին, որպեսզի նա օգտագործի հենց այդ օրը, իր գահակալության օրը, եւ հենց այդ օրն էլ հրաժարական տա ու խախանդ հեռանա։ Այո, ես ոչ եմ անում Կտրիչ Ներսիսյանին, որ ինքը այս արիտը օգտագործի, մինչև այն որ արիտները բաց թողել, թող հիմա հանգիստ դիմի վարչապետին կամ արվոր անգե եւ ասել որ թույլ տվեք իմ գահակալությունն նշեմ, իմ բակով հրաժարեմ ու քնեմ։ Ես դա գոչ եմ անում եւ հույսով եմ որ լսող ագանչներ կան ծեր հերոստատուսի միջոց։ Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետը կրկին խոսեց եկեղեցում տիրող իրավիճակի մասին եւ ասաց, որ սրբազանները դրանք նույնական չեն եկեղեցու հետ, մինչդեռ հենց Գարեգին բից սկսած նրանք փորձում են ամեն կերպ իրենց քողարկել, որ ահա եկեղեցուն են կպնում եւ այլն, բայց այսինքն եթե դու եկեղեցական ես, ապա կարող ես այս օրենքները խախտել, ինչը որ մեր զրույցի ընթացքում խոսեցինք։ Այո, դու կարող ես օրենքները խախտել, քո եկեղեցու օրենքները եւ քո pedagogical օրենքները կարաս խախտել, բայց իրավաբան մարմինները գասկածի կամ աբացույցների բարակային ինքը իրենք իրավունք չունեն խախտելու եւ քալու քեզ ծերպակալելու կամ քալու քեզ խուզարկելու։ Իսկ ինչ իմանություն է։ Ես չեմ հասկանում, մտակարակը դուք ուրախ պիտի լինեք, որ մենք իրավաբան մարմիններ ունենք, որոնք սպառում են անարդարությունները դուրս բերելու, բայց որովհետև ծեր գործերը խավարի մեջ են, ավետարանը ասում է, որ այն մարդը, որ լույսի մեջ է քայլում, չի վախենում, բայց է որ մարդը խավարի մեջ է, վախենում է լույսից, ինչու որովհետև լույսը պիտի բացահայտի իրենց մերգությունը, եւ դա է ինչ որ այսօր բադահեց մեր մերգությունը որպես եկեղեցի բացահայտվեց եւ ես ուրախ եմ դրա համար։ Շատեր ասում են ոչ, ժողովուրդը մոլորվել է, ոչ, մենք պիտի ուրախ լինենք, որ մենք իմանանք ինչ ունենք, հերիքա մեզ խապեք։ Մենք նրանք ասելով առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, առաջին քրիստոնյա հասնենք, հիմա ինչ է, հիմա ինչ է։ Նայեցեք ծեր եկեղեցին, փդած է, ծայր աստիճան փդած է։ Լավ, այս եկեղեցին պիտի մաքրվի կամ ոչ, պիտի ուղղվի կամ ոչ, եւ եթե այո, ով է որ պիտի անի։ Ասում են աղոթեցեք նրանց համար, ես իրենց նրանք աղոթելով 30 տարի է ամեն գիրագի, ամեն օր աղոթում ենք հայրապետի համար, մեր բادرակներին, մեր ժամերգություններին, վասն հայրապետին մերով եւ բրգության հոգվոնորինս դերա, մերանք ասելով, պաստորեն հիմա Աստված ուզում է մեզ ասել, որ դուք սխալ եք աղոթում, ես ձեզ ասել եմ աղոթեք ձեր հայրապետի համար, եւ որ ձեր հայրապետը Աստծո ուղու մեջ է, բայց եթե դուք ուզում եք այս հայրապետը մնա, եթե արժանի եք այս հայրապետին, շարունակեցեք աղոթել իր համար։ Ես 20 տարի է Կտրիչ Ներսիսյանի անունը մեր եկեղեցիներում հնչած չկա, մեր բادرակներում հնչած չկա եւ դա հարցերել մեկն էր, որ միշտ բան է։ Եվ վերջին խոսքն էլ ասեմ, Լևիջան, որ խոսեցի արհավիրքների մասին, որոնք միայն Հայաստան չեն։ Դեսեք, այսօր այստեղ որտեղ որ ես գտնվում եմ, Բուլղարիայի թեմում, Ռումանիայի թեմում, ինչքան անգամներ բարձրացանվեցին, որ այստեղի նույնիսկ մեր անտիկ այս հնությունները բոլոր այստեղից կողծված դարված են Ռուսաստան եւ վաճառված են հաջորդի մեջ Անգլիա եւ դա այստեղի առաջնորդի Դատեւ Սրբազանի քիլությամբ եւ միջնորդությամբ այստեղից ամեն ինչ տարվեց։ Նույնիսկ շնորհալու մենք այստեղ մասունք ունենք, այդ մասունքը դարվեց առանց ժողովրդին հաշիվ տալ։ Այսինքն ժողովուրդը հայ համայնքը այդտեղի տեղյակ է, չէ՞ ինչ է եղել, այդ մարդիկ եկել են պատարագի, տեսել են կա, հիմա չկա։ Հարցնողը ով է, ժողովրդին հարցնողը ով է, ժողովրդին շանդեղ դներեք, շանդեղ տնողը ով է, ինչ ուզում են անում։
որովհետև իրենք կարծում են իրենք են օրեն։ Իսկ ժողովուրդը ինչպես է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող այս ամեն ինչին, ձեզ այդ զրույցներում ինչ են ասում։ Անգամ ասեմ, որ սկզբնական շրջանին մի քիչ դժվարություն ունեի, որովհետև այստեղի ժողովուրդը դարբեր է եվրոպական մյուս ժողովուրդներից, մի քիչ ավելի ամպոպ են, մի քիչ ավելի ավանդական քրիստոնյաներ էին, եւ երբ որ սկզբում լսում էին իմ ուղիղտերները, իմ հանդիպումները ցերեկ, ուրեմն ասում էին, որ մենք չենք ուզում իմանալ։ Մենք հավատացել ենք, որ մեր եկեղեցին լավն է, մենք չենք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետև պիտի քայքայվեն։ Բայց չէ, այսօր արդեն եւ որ նայում եմ բուլգարական, հայկական խումբերի այդ նյութերը, որոնք կդարածվեն Դիտրիչ Ներսիսյանի եւ իր գլանի մասին, ես իսկապես ուրախ եմ, որ ես կարողացա այս մեկ տարվա ընթացքում, այսօր ճիշտ մեկ տարի է, որ ես այստեղ Բուլղարիա տեղափոխված եմ, շատ բան փոխվեց եւ մարդիկ ասում են շնորհակալ ենք, որ մենք իմացանք այս բոլոր բաները։ Պետք է իմանալ։ Չկա ծածուկ բան, որ մնա ծածուկ, անպայմանորեն պիտի հայտնվի։ Ես շնորհակալություն ենք հայտնում մեր վարչապետին, որ ինքը այս ամեն ինչը բացահայտեց եւ մենք իմացանք։ Տեսեք, ես շատ բան գիտեի, մեր ներքին խոհանոցից շատ բան գիտեի, բայց չգիտեի, որ մենք այդքան մեր ենք, այդքան ղերջ ենք, չգիտեի։ Հիմա իմացա։ Եվ ամփոփելով, քանի որ թիրախային հարձակումները Տեր Արամի վրա գնալով ակտիվանում են, դուք որպես հոգևորական խնդրեի ձեր աջակցող խոսքը ասեք նրան եւ բոլոր այն հոգևորականներին, որոնք միացել են կամ պատրաստվում են միանալ Տեր Արամին։ Ես ձեր եթերով, տարբեր եթերով միշտ իմ խոնարհումը հայտնել եմ Տեր Արամին եւ իմ աջակցությունն եմ հայտնել Տեր Արամին եւ Տեր Արամի նմաններին։ Եվ ասել եմ լավ իմացեք, եթե դուք ձեր հայրենիքում էլ դեղ չունենաք, ես ձեզ ըստեղ դեր ունեմ 10 քահանայի, ձեզ կբայեք։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։